Եվ այս գեղեցիկ նոտայով ձայնը տրվում է Ստեփան Մարգարյանին ներկայացնելու Բարգավաճ Հայաստան խմբակցության տեսակետը։ Շնորհակալություն գեղեցիկ նոտայի համար։ Ես աշխատելու եմ կարճ խոսել։ Բյուջեի քննարկման ժամանակ, երբ որ մենք քննարկում ենք, մենք դեմ ենք քվեարկել այս բյուջեին, որի կատարողականը հիմա քննարկում ենք։ Դեմ ենք քվեարկել, որովհետև մենք համարում ենք, որ բյուջեն ինքնանպատակ փաստաթուղթ չի, ինքնանպատակ ծախսեր չեն, պետք է դրանք ուղղված լինեն ինչ-որ նպատակի, ինչ-որ փոփոխության։ Եվ մենք այդ փոփոխությունները, այդ նպատակը չենք տեսել այս բյուջեում։ Եվ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում բան չի փոխվել դեպի դրական ուղղության, սա կարծում եմ դժվար է վիճել, կամ եթե կան որոշ ոլորտներ, որտեղ փոփոխություն են եղել, դրանք էական ազդեցություն չեն թողում։ Մենք անդադ լսում ենք թվեր, որ այս կամ այն բնակավարում այսքան փող է ծախսվել, որոշ ցուցանիշներ փորձ է արվում ներկայացնել մեզ, բայց ակնհայտ է, որ կառավարությունը ներկայացնելու է լավ լույսի ներքո, պետք է ներկայացնի այնպես, որ այստեղ տեսեք դրական բաներ կան, եւ անընդհատ մենք այդ մասին էլ լսում ենք։ Կարևոր են թե կարևոր չեն այդ ցուցանիշները, որոնք դրական որպես ներկայացվում են, բայց ներկայացվում են համանայն դեպս։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ այստեղ մի քննարկման ժամանակ օրինակ բերելու Արիստոտելի ճանճի մասին, որ նա համարում էր 6 ոտք ունի եւ բոլորը հավատում էին դրան, բայց հիմա ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Համենայն դեպս այն, որ մեր քաղաքացին այսօր էական փոփոխություն չի ստացել այս բյուջեի կատարման արդյունքում, սա ես կարծում եմ վիճելի չի։ Բյուջեն լավն է, եթե օրինակ ինքը նպաստում է աղքատության, գործազրկության, չգիտեմ, մակարդակի վրա, որոշակի եկամուտների ավելացման մակարդակի վրա, հակառակ դեպքում հեչ պարզ չի, թե ինչ տրամաբանություն է այն իր մեջ կրում։ Գիտեք, ասել, որ ես օրինակ մի բան պատմեմ, առաջի անգամ, որ որպես հանձնաժողովի նախագահ լսում էինք, ես ղեկավարում էի նիստը եւ լսում էինք տարածքային կառավարման համակարգի ծախսերը, ես անկեղծացած ապշել էի, ասենք մոտավորապես այսպիսի հաշվետվություն էինք լսում, ստացել ենք 12 միլիարդ, ամբողջը ծախսել ենք, շնորհակալություն կառավարությանը, ուղիղ 5 վայրկյան։ Դեք 12 միլիարդը 5 վայրկյանում կարծում եմ չեն զեկուցում։ Հիմա բնականաբար որոշ աշխատանքից հետո հիմա մի քիչ այլ է, փորձ ենք անում լսել ավելի մանրամասն, որոշակի գոնե իմանալ, թե որ բնակավարում է, բայց միևնույն է, մենք լսում ենք թվեր, այս բնակավարին հատկացվել այսքան, ճանապարհաշինությանը հատկացվել է այսքան միլիարդ։ Լավ է թե վատ դա, ես չգիտեմ։ Կրթական համակարգին այսքան միլիարդ, ինչ անցյալ տարվա համեմատ ինչ դրական տեղաշարժ է տեղի ունեցել այդ համակարգում, մենք չգիտենք։ Բնականաբար մեր բյուջեի կառուցվածքով դա հնարավոր էլ չի իմանալ, որտեղ բյուջեն գրվում է այդպես, հիմա նոր որոշումը այս տարի փորձեցինք որոշակի ցուցանիշներ ներդնել ոչ ֆինանսական, որակական որոշակի բաներ ստանալու համար, դա հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ կառավարությունը միևնույն է, ինքը ամենաինֆորմացվածն այս բնակավարում եւ պարտավոր էր ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ ճանապարհաշինության բնակավարում, երբ որ այսքան գումար, այսքան միլիարդ ծախսեցինք, ինչքանը լավացավ եւ ինչքանն է վատ, ինչին ենք մենք հասնում։ Ընդհանրապես գիտեք, ոչ միայն այս բյուջեն, նախորդ բյուջեներում եւս երբեք չի եղել, որ զգանք այն նշաձողը, որին մենք ձգտում ենք։ Ինչին ենք ձգտում երկրի զարգացման մեջ, ինչի ենք հաստատում բյուջեի, ինչի ենք ինչ-որ բնակավարների այս կամ այն գումարներ տալիս, չի երևում որն է փիլիսոփայությունը զարգացման, մենք ինչին ենք հասնելու, չի երևում այն փիլիսոփայությունը, թե ինչ պիտի սպասի մեր այլ տարածքներում Երևանից դուրս ապրող մեր քաղաքացին,
հերավոր գյուղերում ապրող քաղաքացին ինչ է սպասվում իրեն, ճակատագրի բերումով ինքը ծնվել եւ ապրում է այնտեղ եւ չի կարողանում Երևանում տուն առնել, վաղ իրեն ինչ է սպասում։ Մենք այս բաշխվածությունը, այս փիլիսոփայությունը երբեք չենք դնում եւ չունենք։ Առանց սրան հնարավոր չի գնահատել լավ էր թե վատ, որովհետեւ ազգային ժողովի падգամավորը եւ նո ազգային ժողովը ընդհանրապես երևի մեկ գործիք ունի, դա վերահսկիչ պալատի գործունեության արդյունքում ունեցած ցուցանիշները գնահատելն է, բայց այնտեղ հիմնականում խախտումների, չարաշահումների մասին է գնում, արդյունավետության մասին էլ է քիչ այնտեղ, որտեղ արդյոք այս կամ այն ծախսը արդյունավետ էր, դա եւս մենք չենք կարողանում գնահատել։ Մի խոսքով շատ բարդ է այս մատուցման ձևով, չունենալով նախնական գաղափարախոսությունը, ասել բյուջեն լավ էր թե վատ էր։ Մենք երկար քննարկել ենք խմբակցությունում, ինչպես քվեարկել բյուջեին, եւ ասեմ անկեղծ հիմնական քննարկումը գնացել է դեմի եւ ձեռնպահին։ Հիմա դեմ քվեարկելը այնուամենայնիվ գումար է ծախսվել, չգիտեմ, ուսուցիչը ստացել է, չգիտեմ, մի քանի տասնյակ հազար, 60-70 հազար աշխատավարձը, պաշտպանության բնագավառում գումարներ են ծախսվել, դե բնականաբար պետք էր դա։ Հիմա դեմ ենք քվեարկում ինչին, մենք չենք կարողացել մոտիվացիան գտնել։ Ես միանգամից ասեմ, որովհետև վստահ եմ, հետո հարցեր են լինելու հատկապես մամուլի կողմից, թե իսկ ինչու եք նախորդ կառավարությանը դեմ քվեարկում, մենք այս բյուջեում չենք տեսել բիոզուգարաններ, մենք չենք տեսել, ճիշտ ասած, մի քանի բաներ ենք նորից փորձում վերհիշել, ասենք, չգիտեմ, 200 քանի միլիոն կինոլոգիական կենտրոնի ստեղծման համար, գյուղատնտեսական խորհրդատվության 295 միլիարդ, սա նախորդ կառավարությունների կազմած բյուջեներից էր, բազմաթիվ այլ կառավարության գործունեության գնահատման համար հարյուրավոր միլիոն դրամներ, Սևանա լճի ձկների պաշարի, Խեցգետնի պաշարի, չգիտեմ, գնահատման համար բազմամիլիոնանոց բյուջե հատկացնել։ Մենք այսպիսի բաներ բարեբախտաբար չենք տեսել, որտեղ մենք դեմ էինք քննարկում, որտեղ պարզ չէր այս տիպի ծախսերի փիլիսոփայությունը, թե ինչի է արվում եւ ոնց են արվում եւ արվում են թե չէ ընդհանրապես։ Հետո պարզվում էր, որ շատ բաներ չէին էլ արվում։ Այս պարագայում մենք սա չենք տեսել։ Մենք բնականաբար ես կարծում եմ կքվեարկենք ձեռնպահ, որովհետեւ բյուջե ծախսվել է գումարները, օգուտը մենք չգիտենք դրա, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում փոփոխությունները չեն զգացվում, բայց բյուջեի կատարողականի դեմ լինելը, եթե կրիմինալ չունես ձեռքի տակ, եւ մենք կարծում ենք, որ այդքան էլ բարձ չի։ Այդ իմաստով Բարգավաճ Հայաստանը քննարկելու է ձեռնպահ բյուջեին, բայց վստահաբար ասում եմ նոր բյուջեն ներկայացնելու պարագայում, եթե մենք չենք տեսնում զարգացման փիլիսոփայությունը, եթե չենք տեսնում այն նշաձողը, թե ինչին ենք մենք ձգտում հասնել, որպեսզի կարողանանք հետագայում գնահատել, մենք ելի դեմ կլինենք։ Մենք իդեալականը համարում ենք ունենալ նշաձողը, իդեալականը համարում ենք ունենալ, թե ինչ նախապես ասել, ինչ փոփոխություն ենք սպասում երկրի կյանքում, քաղաքացու կյանքում, որտեղ դա կլինի իրական բյուջե։ Եվ մի երկու բան էլ ասեմ հարաբերությունների մասին։ Գիտեք, կառավարությունը կարծես թե մի պահ սկսեց ազգային ժողովում ներկայացած քաղաքական ուժերի հետ ավելի սերտ համագործակցել եւ ավելի լավ քննարկել, ավելի փորձել նրանց կարծիքը հաշվի առնել եւ նույնիսկ 1-2 օրնագից համաձայնություն տվեց, հատկապես մեր խմբակցության կողմից ներկայացած օրնագծերին։ Հիմա կարծես թե կրկնվում են նույնը նախորդ եւ չկա, մերժվում են անընդհատ տարբեր օրնագծեր, սա բնականաբար մի փիլիսոփայության է բերում, որ եթե դու մերժում ես ուրիշինը, չես ընդունում եւ միայն քո տեսակետն ես անցկացնում, բնականաբար պատասխանատվությունը մենակ ես կրում այդ ամեն ինչի, բայց ես կարծում եմ, որ ազգային ժողովի ներկայացած քաղաքական ուժերի պոտենցիալը չօգտագործելը լավագույն ձևը չի։ Հետևաբար մենք շարունակելու ենք մեր քննարկումները, վերջնական քննարկման օրը կասենք, բայց նորից եմ կրկնում, առանց ծրագրի ցանկացած բյուջեի մենք դեմ ենք քվեարկելու։ Խոսքը չի վերաբերում ծրագիր բյուջեում կոնկրետ դրված, խոսքը վերաբերում է թե ինչին ենք ձգտում, որն է այն նշաձողը, որին մենք ձգտում ենք եւ ուր է գնում երկիրը։ Մենք այսօր դա ցավոք սրտի չունենք, իրոք ցավով եմ ասում։ Շնորհակալություն։